Ես առաջնահերթություն տալիս եմ արտաքին գեղեցկությանը։ Շատ գեղեցիկ է հնչում Հայաստանի գեղեցկուհի։ Իմ անվան պոծանելիք ստեղծելու գաղափարը ինձ մոտ եկավ իմ հաղթանակներից հետո։ Եթե աղջիկը ունենում է կոմպլեքսներ եւ ցանկանում է շտկել, այո, կարող է շտկել։ Այս պահին իմ սիրտը զբաղված չէ։ Ողջույն հարգելի Արմնուր լրատվականի հետևորդներ։ Այսօր Արմնուրի տաղավարում հյուրընկալել ենք գեղեցկուհի Լանա Հակոբյանին։ Հարցազրույցը լինելու է այն մասին, թե Լանան ինչպես է մեր երկիրը պատրաստվում ներկայացնել այլ հարթակում։ Ողջույն Լանա։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Լանա, գիտեմ, որ պատրաստում ես մեր երկիրը ներկայացնել այլ հարթակում, եւ կուզեմ, որ ասես, թե ինչ առաջնահերթություն ես տալիս, ինչպես ես պատրաստվում մասնակցել այլ երկրում մրցույթին եւ որպես հայուհի, ինչ է քեզ համար մեր երկիրը ներկայացնել այլ երկրում։ Իհարկե, ես առաջնահերթություն տալիս եմ արտաքին գեղեցկությանը, բայց ինձ համար նաև շատ կարևոր է ներքին գեղեցկությունը, թե ես ինչպես բեմում կներկայացնեմ հայուհու կերպարը, հայուհու բնավորությունը։ Ես ցանկանում եմ, երբ որ բեմ դուրս գամ, միանգամից բոլորը հասկանան, որ Հայաստանի ներկայացուցիչն է այդտեղ եւ լավագույն ձևով ներկայացնեմ հայուհու կերպարը։ Ես պատրաստվում եմ ամեն դետալում զգեստների, զարդերի ներկայացնել հայկականը։ Ես շատ կուզեմ հարցնել, որոնք են հայկական այն դետալները, որոնք քեզ համար առանձնահատուկ են, եւ արդյոք տարազային որևէ դետալներ լինելու են քո կերպարի մեջ, երբ մասնակցես մրցույթին, եւ ինչն ես առանձնացնում այդ դետալներում ավելի շատ։ Այո, իհարկե կարևոր են, միանշանակ ես ընտրել եմ հայկական դետալներ, թե տարազում ամենակարևորը ես ներկայացնելու եմ հայկականությունը։ Դետալները լինելու են եւ տարազում, եւ զարդերում։ Դուք 16 տարեկան էիք, երբ մասնակցեցիք Միս աշակերտուհի մրցույթին, որտեղ հաղթող ճանաչվեցիք։ Հիմա հետադարձ հայացքով դա ձեզ համար մանկության ավարտ էր եւ նոր փուլի սկիզբ, եւ առհասարակ ինչ է հաղթող լինել որևէ մրցույթում այդ տարիքում։ Այո, 16 տարեկանում մասնակցելով Միս աշակերտուհի գեղեցկության մրցույթին, ես արեցի իմ առաջին քայլերը իմ մեծ ճանապարհին։ Ես մինչև հիմա մեծ հրճվանքով եւ սրտի թրթիռով եմ հիշում իմ հաղթանակը եւ երբ որ դպրոցում ինձ մեծ շուքով դիմավորեցին որպես Հայաստանի ամենագեղեցիկ աշակերտուհի, ես միշտ եղել եմ ուշադրության կենտրոնում, բայց հաղթանակից հետո ուշադրությունը դե բնականաբար էլ ավելի ավելացավ, ես նկատում էի ավելի շատ հայացքներ, նմանակումներ եւ ինչու ոչ նախանձի դրսևորումներ, բայց ուզում եմ ասել, որ ես նախանձին չեմ վերաբերվում առհասարակ եւ փորձում եմ չնեղանալ, չնեղվել այդ ամենից, որովհետեւ հասկանում եմ, ամեն դեպքում երբ դու տեսնում ես 16 տարեկանում մեկին, ով արդեն հասել է նմանատիպ բարձրունքների, դժվար է չնախանձելը։ Ամեն դեպքում դա ձեր որոշումն էր մասնակցել, թե ընտանիքի անդամները գուցե հուշեցին ընկերները եւ այդ քննադատությունների մեծ հոսքը երբ ուղղվում է 16 տարեկան աղջկան, կարծում եմ դա շատ դժվար ճանապարհ է, որքանով եք անձնական դարձրել այդ քննադատությունները ձեզ, դեպի ձեզ ուղղված եւ որքանով եք դրանք հերվածնում հիմա ձեզանից այս ճանապարհում, որտեվ չանցած 1 տարի դուք ճանաչվում եք Հայաստանի ամենասիրուն աղջիկը եւ ապրել այդ տիտղոսով բավականին դժվար է, ինչ է այդ տիտղոսը ձեզ համար եւ որքանով այն խանգարում ձեզ անձնականում, հասարակության մեջ, ինչ դժվարությունների եք հանդիպում, որոնք հաղթահարում եք։ Շատ գեղեցիկ է հնչում Հայաստանի գեղեցկուհի, Հայաստանի ամենասիրուն աղջիկ, բայց դա շատ մեծ պարտավորվածություն է։ Ես իմ ուսերին կրում եմ մի տիտղոս, որը ներկայացնում է հայուհուն, եւ ես պարտավոր եմ արժանի օրինակ լինել հայուհիներին, որպես հայուհի, ով կրում է Հայաստանի գեղեցկուհի տիտղոսը։ Ինչպես ինձ կպահեմ, կդրսևորեմ իմ խոսելաձևին, ես պարտավորված եմ ինձ համարում լինել ամբողջ ազգի օրինակը։ Միս աշակերտուհի գեղեցկության մրցույթին մասնակցելը իմ գիտակցված որոշումն էր, ես միշտ վստահել եմ իմ հնարավորություններին, բայց դա իհարկե շրջապատում ոգևորել են ինձ եւ ընկերուհիներս եւ ընտանիքում ասել են, որ մասնակցիր, մենք վստահաբար վստահ ենք, որ դու կհաղթես։ Նախանձի ֆոնին չեմ կարող նաեւ չառանձնացնել իմ ընկերներին, ովքեր որ իմ ամեն հաղթանակով, ամեն առաջընթացով լիարժեք ուրախանում են, ինձ աջակցում են։ Այս դեպքում
կարող ենք նշել, որ շրջապատի աջակցությունը շատ մեծ հետևանք է թողել ձեր որոշումների վրա։ Միանշանակ։ Լանա, այս օրինակի շուրջ ես գիտեմ, որ ձեզ շատ են կրկնօրինակում, որն է մոդելի ձեր տեսակը ըստ ձեզ, գեղեցկուհու ձեր տեսակը եւ որքանով եք համակարծիք կրկնօրինակմանը։ Ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ինձ լավ եմ զգում կրկնօրինակումներից եւ ուրախ եմ, որ այն կետում եմ, երբ փորձում են ինձ նմանակել, բայց ուզում եմ նաեւ բարի խորհուրդ տալ, որ նմանակումները պետք է լինեն չափի մեջ, որովհետեւ երբ որ դու նմանակում ես չափից դուրս, դու կորցնում ես քո ինքնուրույնությունը եւ այդպես կորցնում ես քո ոճը եւ իրականում մարդիկ դա կողքից նկատում են եւ դու միշտ լինում ես որևէ մեկի շողքի տակ, ում որ նմանակել էիր։ Երբ մենք մեկ անգամ զրուցում էինք, դուք նշեցիք, որ չեք արել որևէ պլաստիկ վիրահատություն, չեք պահում որևէ հատուկ սննդակարգ, այս մասով ինչ կասեք պլաստիկ վիրահատություններին, երբևէ չի գրավել ձեզ որևէ պլաստիկ վիրահատություն անել եւ որն է ձեզ համար բնական գեղեցկություն։ Այո, դուք ճիշտ եք, ես չեմ դիմել որևէ արհեստական միջամտության եւ ինչպես եմ վերաբերվում, կարծում եմ, եթե աղջիկը ունենում է կոմպլեքսներ եւ ցանկանում է շտկել, այո, կարող է շտկել, բայց ինձ համար կարեւոր է բնական գեղեցկությունը, ես իմ ճանապարհը ընտրել եմ այդպես եւ ուզում եմ իմ օրինակով աշխարհին ցույց տալ, որ հայուհին ամենագեղեցիկն է առանց արհեստական որևէ միջամտության։ Անդրադառնալով այն հարցին, որ նախընտրում եք լրիվ բնականը, ես գիտեմ, որ դուք սովորում եք ռեժիսուրայի բաժնում եւ նաեւ տիրապետում եք դերասանական արվեստին։ Դերասանի մասնագիտությունը դա զրոյից դերը կառուցելու մասին է, որտեղ մարմինն ամբողջապես ենթարկվում է դերի տրամաբանությանը։ Մոդելինգը մի փոքր այլ հարթակ է, այստեղ դրվում է հատուկ մարմին, հատուկ քայլվածք, եւ երբ մենք աշխատում ենք միասին, ես նկատեցի, թե որքան դժվար է ձեզ համար զրոյից հավաքել ձեր մարմինը, հիմա որքանով եք հաղթահարել այդ դժվարությունները եւ ինչ էր այս որոշումը ձեզ համար, արդյոք սա փախուստ էր մոդելինգից, այս կերպ ներկայանալու համար հասարակությանը եւ ինչ ընթացք եք պատրաստվում ձեր այս մասնագիտությանը։ Ես ընտրել եմ ռեժիսուրա մասնագիտությունը, քանի որ ցանկանում եմ իմ ձեռագիրը թողնել արվեստում, ունենալ իմ ստեղծագործական աշխարհը, այո, շատ բարդ է, երբ որ դու սովոր ես հատուկ կեցվածքի, հատուկ քայլվածքի, իսկ դերասանի աշխատանքը այնպես է, որ դու հավաքում ես քո կերպարը զրոյից ըստ դերի։ Սկզբնական շրջանում ինձ համար դժվար էր, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ հաղթահարել եմ։ Լանա, դուք հովանավորել եք ձեզանից տարիքով փոքր երեխաների մրցույթը, որտեղ նրանք բարձրացել են բեմ ձերից գծագրված հագուստներով։ Այսա ինչ էր ձեզ համար, ինչ փորձառություն էր սա ձեզ համար։ Ինձ համար շատ կարևոր էր այդ քայլը, քանի որ դրանից ընդամենը 1 տարի առաջ ես այդ նույն բեմում մասնակցում էի Միս աշակերտուհի գեղեցկության մրցույթին եւ այդտեղ նստած արդեն որպես թակակիր տեսնել, թե ինչպես են երեխաները քո գծագրած հագուստով այդքան վստահ քայլում բեմում, իհարկե մեծ ուրախություն է։ Լանա, վերջերս կայացավ Miss World Armenia մրցույթը, որտեղ դու հանդես եկար որպես հովանավոր քո ստեղծած օծանելիքով։ Գիտեմ, որ օծանելիքը ստեղծել եք պարֆյումեր Գևորգ Սիմոնյանի հետ միասին, այն անչափ հետաքրքիր է օծանելիքի ստեղծման ընթացքը, եւ կպատմես դա ինչ բույր է քեզ համար եւ ինչու ես հենց նշել, որ դա կանացի ուժի մասին է, որքանով է հատկանշական օծանելիք ստեղծել է քեզ համար։ Իմ անվամբ օծանելիք ստեղծելու գաղափարը ինձ մոտ եկավ իմ հաղթանակներից հետո, ես ցանկացա այդ միջոցով փոխանցել իմ հաղթանակի ուժը եւ զգացողությունները բույրի միջոցով։ Մենք Գևորգ Սիմոնյանի հետ մանրակրկիտ աշխատանք ենք կատարել ստեղծելու լավագույն բույրը։ Սա խոսում է կանացի ուժի, ինքնավստահության եւ հաղթանակի մասին։ Իդեպ շշի վրայի թագը խորհրդանշում է իմ հաղթանակները, մենք դա այդ նկատառմամբ ենք ընտրել։ Ձեր մայրիկը հանդիսանում է ձեր պրոդյուսերը։ Երբ ընտանիքը խառնվում է կարիերային, կարծում եմ կոնֆլիկտները անխուսափելի են։ Որքանով եք հաղթահարում այդ կոնֆլիկտները եւ արդյոք կա սահման մայր եւ դուստր հարաբերությունների, մայր եւ պրոդյուսեր հարաբերությունների, ինչպես եք փորձում բալանսը պահել։ Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ ես փայլում եմ ամենաշքեղն եմ եւ դա հենց իր շնորհիվ է։ Ինքը շատ մանրակրկիտ ընտրում է իմ զգեստները, հետևում է բոլոր դետալներին շատ նրբորեն եւ լրջորեն։ Դուք արդեն 19 տարեկան եք եւ անցել եք բավականին բարդ ճանապարհ ու շատ հասուն եք։
Արդյոք ձեր սիրտը զբաղված է եւ կա այնպիսի մեկը, որը ձեր հասունությունը լրացնում է որևէ կերպ։ Այս պահին իմ սիրտը զբաղված չէ։ Դանա ինչու զբաղված չէ եւ բնավորության ինչպիսի գծեր կառանձնացնեք, որը կուզենայիք, որ ունենար ձեր կողակիցը։ Ինձ համար իմ կողակցի ամենակարևոր բնավորությունը դա իր արժեհամակարգն է, իր աշխարհայացքը։ Եվ վերջում, որպես վերջաբան, հարցս հետևյալն է. Դուք անցել եք շատ դժվարությունների միջով, որն է ձեր ուղերձը այն աղջիկներին, որոնք անցնում են կայացման բարդ ճանապարհով։ Ես ցանկանում եմ ասել, որ երբեք հետ չկանգնեք ձեր երազանքներից, միշտ գնացեք դեպի ձեր երազանքները եւ ի սրտե ձեզ ցանկանում եմ այն էմոցիաները, որոնք որ ես եմ ապրել, այդ փայլուն աչքերը, ուրախությունը, ես ցանկանում եմ, որ ամեն աղջիկ իր կյանքում ապրի այդ էմոցիաները։ Ես շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ Ալլա ջան հաճելի զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր գեղեցկուհի Լանա Հակոբյանը։